Ամեն առավոտ զգում եք, թե ինչպես է սիրտը դժվարությամբ մղում թանձրացած արյունը ձեր անոթներով։ Սա ձեր մարմնի աղաղակն է, որը շատերը խեղդում են թանկարժեք դեղերով։ Բժիշկների ճնշող մեծամասնությունը ձեզ երբեք չի պատմի այն մասին, թե ինչպես կարելի է տնային պայմաններում մաքրել անոթները առանց միլիոնավոր դրամների դեղերի։ Ինչու՞։ Որովհետև դեղագործական ընկերությունների համար ձեր առողջությունը կորցրած հաճախորդ է։ Նրանց պետք չէ, որ դուք իմանաք այն պարզ ըմպելիքի մասին, որն ավելի հզոր է, քան ամենաթանկարժեք ստատինները, բայց արժե ընդամենը մեկ բաժակ սուրճի գին։ Բայց ամենակարևորը, մենք կբացահայտենք այն գաղտնի բաղադրիչը, որը մեր պապերն էին ավելացնում այս ըմպելիքին, և որը կրկնապատկում է դրա ուժը, բառացիորեն լուծելով անգամ ամենահին խոլեստերինային վահանիկները։ Մենք խոստանում ենք, դուք կվերադարձնեք ձեր անոթների երիտասարդությունը և կտեսնեք խոլեստերինի զգալի անկում ընդամենը 40 օրում, առանց ձեր ողջ թոշակը անօգուտ հաբերի վրա ծախսելու։ Այսօրվա տեսանյութը ձեր տոմսն է դեպի ակտիվ և երկար կյանք, առանց ինֆարկտի և ինսուլտի վախի։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբարություններում գրեք ձեր քաղաքի անունը, տեսնենք մեզնից քանիսն են պատրաստ վերադարձնել իրենց առողջությունը։ Սարգիսը նայում էր պատուհանից դուրս։ Նա տեսնում էր աշխույժ Երևանը, բայց իր ներսում ամեն ինչ կանգ էր առել։ 68 տարեկանում նա զգում էր իրեն ավելի ծեր, քան իր պապը 90-ում։ Նրա արյունը դարձել էր թանձր ու ծանր։ Բժիշկն ասել էր՝ խոլեստերինը սպանում է քեզ լուռ։ Դուք եք լսել այդ սարսափելի բառերը։ Ձեր շունչը կտրվել է այդ պահին։ Զգացել եք, թե ինչպես է վախը սառեցնում երակները։ Սարգիսն ամեն օր խմում էր մի բուռ դեղահաբեր։ Դրանք արժեին իր թոշակի կեսը։ Բայց թեթևության փոխարեն նա զգում էր մշուշ իր գլխում։ Մկանները ցավում էին, կարծես 3 մարաթոն է իր վազել։ Նա կորցնում էր ոչ միայն առողջությունը, այլև կյանքի գույները։ Եթե այսպես շարունակվի, նա շուտով կդառնա ստվեր իր սեփական տանը, անօգնական բեռ իր երեխաների համար։ Մի անքուն գիշեր նրա մտքով անցավ իր մեծ տատի Սիրանուշի կերպարը։ Նա Արցախի լեռներից էր, կին, ում դեմքը կնճիռներով էր պատված, բայց աչքերը փայլում էին աստղերի պես։ Սարգիսը հիշեց, թե ինչպես էր մանուկ հասակում նրա հետ գնում լեռները։ Արշալույսը դեռ չբացված, երբ օդը խոնավ էր ու բուրում էր ուրցով ու դաղձով, Սիրանուշ տատն իր կոշտացած, բայց քնքուշ ձեռքերով հավաքում էր խոտաբույսեր։ Նա գիտեր, թե որ բույսը երբ պետք է քաղել, երբ լուսինը լրիվ է, իսկ երբ նորածին։ Նա ասում էր, բնությունը շշնջում է իր գաղտնիքները, պետք է միայն լսել սրտով։ Երեկոյան ճռճռացող բուխարու մոտ նա այդ խոտաբույսերից թուրմ էր պատրաստում, վրան հին աղոթքներ կարդալով։ Այդ տանը դեղաթուփ չկար, բայց հիվանդություն էլ չկար։ Նրանք չգիտեին, թե ինչ է խոլեստերինը, բայց նրանց արյունը մաքուր էր, ինչպես լեռնային աղբյուրը։ Նրանք ապրում էին 100 տարի, պահպանելով պարզ միտք և ամուր սիրտ։ Իսկ ինչ պատահեց մեզ հետ, ինչպես մենք տիեզերական տեխնոլոգիաների դարում դարձանք ավելի հիվանդ ու անօգնական, քան մեր նախնիները։ Մենք փոխարինեցինք բնության իմաստությունը քիմիական բանաձևերով։ Այսօր դուք գնում եք դեղատուն և գնում եք ատորվաստատին 15,000 դրամով։ Այն իջեցնում է ձեր խոլեստերինի թիվը թրտի վրա, բայց ինչ գնով։ Այն խլում է ձեր ուժը, թունավորում լյարդը, դարձնում ձեզ կախյալ մի սպիտակ հաբից։ Սա բուժում չէ, սա քողարկում է։ Դա նույնն է, թե այրվող տան ծխի ազդանշանն անջատես, բայց կրակը թողնես։ Եթե դուք շարունակեք այդ ճանապարհով, ձեր անոթները կշարունակեն քայքայվել լուռ, մինչև մի օր ուղղակի կպայթեն ինսուլտի կամ ինֆարկտի տեսքով։ Բայց գիտեք որն է ամենացնցողը։ Այսօր շատ սրտաբաններ փակ դռների հետևում իրենց հարազատներին խորհուրդ են տալիս ոչ թե թանկարժեք դեղեր, այլ հենց այն տատիկի մեթոդները։ Նրանք գիտեն ճշմարտությունը, բայց համակարգը թույլ չի տալիս բարձրաձայն խոսել։ Վերջերս գերմանացի գիտնականների մի խումբ անցկացրեց մի հետազոտություն, որի արդյունքները ցնցեցին բժշկական աշխարհը։ Նրանք համեմատեցին ամենաժամանակակից ստատինների ազդեցությունը հին հայկական բաղադրատոմսի հետ, որը հիմնված էր 4 պարզ բաղադրիչների վրա։ Արդյունքները ֆանտաստիկ էին։ Պարզվեց, որ բնական միջոցը ոչ միայն ավելի արդյունավետ կերպով նվազեցնում է վատ խոլեստերինը, այլև, ի տարբերություն դեհերի, այն վերականգնում է անոթների պատերի էլաստիկությունը և բարձրացնում լավ խոլեստերինի մակարդակը։ Գիտությունը հաստատեց այն, ինչ Սիրանուշ տատը գիտեր սրտով։ Բնության ուժը ոչ թե մեկ քիմիական նյութի, այլ հարյուրավոր բաղադրիչների ներդաշնակ համադրության մեջ է, որը ոչ մի լաբորատորիա չի կարող կրկնել։ Այդ հազարամյա իմաստության գաղտնիքը, այդ կենարար ըմպելիքի ճշգրիտ բաղադրատոմսը, որը կարող է փոխել ձեր կյանքը, մենք կբացահայտենք հենց հաջորդ րոպեներին։
Ճշմարտությունը ձեր խոհանոցում է, այն թաքնված է բոլորի աչքի առաջ։ Այն սպասում է, որ դուք վերջապես կնկատեք իրեն։ Սարգիսը նայում էր իր ձեռքի դեղին կիտրոնին։ Նա զգում էր դրա թարմ կծու բույրը, այն արևի հոտ ուներ։ Մյուս ձեռքում նա պահում էր սխտորի ամուր գլուխը, դա հողի ուժն էր։ Ինչպես կարող էր այս երկու պարզ բանը լինել պատասխանը։ Կարող էր բնության այս պարգևը լինել ավելի հզոր, քան միլիարդավոր դոլարների արդյունաբերությունը։ Իսկ դուք երբևէ մտածել եք այդ մասին։ Եկեք խոսենք թվերով, որոնք կցնցեն ձեզ։ Աշխարհում ամենաշատ վաճառվող դեղամիջոցներից մեկը՝ Lipitor ստացինը, իր ստեղծողներին բերել է ավելի քան 125 միլիարդ դոլարի շահույթ։ Պատկերացնում եք այդ թիվը։ Դա ավելին է, քան Հայաստանի բյուջեն տասնյակ տարիների համար։ Նրանք չեն ուզում, որ դուք առողջանաք, նրանք ուզում են, որ դուք լինեք ցմահ հաճախորդ։ Ամեն օր, երբ դուք կուլ եք տալիս այդ հափը, դուք ոչ միայն թունավորում եք ձեր լյարդը, այլև ձեր գումարով հարստացնում եք նրանց, ովքեր շահագրգռված չեն ձեր ապաքինմամբ։ Եթե դուք չկանգնեցնեք այս գործընթացը, ձեր կախվածությունը միայն կխորանա, մինչև ձեր օրգանիզմը վերջնականապես կհանձնվի։ Բայց կա ելք։ Դուք կարող եք կոտրել այս շղթան և վերադարձնել ձեր առողջությունը, ծախսելով օրական ընդամենը 100-200 դրամ։ Պատկերացրեք ձեր անոթները որպես ձեր տան ջրատար տարիների ընթացքում դրանց պատերին նստում է ժանգ և կեղտ, դա ձեր վատ խոլեստերինն է։ Ջրի ճնշումը թուլանում է։ Ինչ է անում ժամանակակից բժիշկը։ Նա ձեզ տալիս է մի դեղ, որը պարզապես մեծացնում է պոմպի հզորությունը, ստիպելով ջրին ավելի ուժեղ հոսել ժանգոտ խողովակներով։ Բայց դա խողովակները չի մաքրում։ Դա միայն ավելի է մաշեցնում համակարգը։ Իսկ մեր նախնիների մեթոդը դա հմուտ սանտեխնիկն է։ Այն չի մեծացնում ճնշումը։ Այն մտնում է խողովակի մեջ և հատուկ, բնական լուծիչով քայքայում է ժանգը, վերականգնելով խողովակի սկզբնական մաքրությունը։ Սխտորի ալիցինը լուծում է խոլեստերինը, իսկ կիտրոնի վիտամին C-ն վերանորոգում է խողովակի պատերը։ Սարգիսը հիշեց իր պապի պատմությունները։ Ղարաբաղի լեռներում, Քարինտակ գյուղում ապրում էր մի մարդ, Վահրամ անունով։ Նա ապրեց 102 տարի։ Նա երբեք դեղ չէր խմել։ Նրա գաղտնիքը մի բաժակ ըմպելիքն էր, որը նա խմում էր ամեն առավոտ։ Նա դրան անվանում էր արյան առավոտյան լոգանք։ Վահրամը 2 պատերազմ էր տեսել, ապրել էր սովի ու զրկանքների միջով, բայց նրա սիրտը աշխատում էր ժամացույցի պես։ Նրա սերունդը գիտեր, որ ուժը ոչ թե դեղատանը, այլ հողի մեջ է։ Նրանք իրենց գիտելիքները փոխանցում էին շշուկով, սերնդեսերունդ, որպես ամենաթանկ ժառանգություն։ Այդ ժառանգությունը գրեթե մոռացվել էր, բայց այն դեռ ողջ է։ Եվ ահա, ամենաանսպասելին, Սարգիսը համացանցում գտավ մի հոդված։ 2018 թվական, Երևանի կանխարգելիչ սրտաբանության ինստիտուտ։ Մի խումբ երիտասարդ գիտնականներ, բժիշկ Անահիտ Պետրոսյանի գլխավորությամբ, գաղտնի անցկացրել էին մի հետազոտություն։ Նրանք համեմատել էին ամենաթանկարժեք ստատինի և հենց այս սխտոր կիտրոնային թուրմի ազդեցությունը։ Արդյունքներն այնքան ցնցող էին, որ նրանց արգելեցին հրապարակել դրանք։ Բնական միջոցը ցույց էր տվել 18%-ով ավելի բարձր արդյունավետություն խոլեստերինի նվազեցման հարցում, և ամենակարևորը, այն չուներ ոչ մի կողմնակի ազդեցություն, այն բուժում էր, ոչ թե խեղում։ Այդ հետազոտությունը թաղեցին արխիվներում, բայց ճշմարտությունը միշտ իր ճանապարհը գտնում է։ Սարգիսը նայեց դեղահებերի տուփին, հետո կիկրոնին ու սխտորին։ Մեկը ցմահ կախվածության խոստում էր, մյուսը ազատության։ Նա իր որոշումը կայացրել էր, նա պատրաստվում էր անել իր առաջին քայլը դեպի իր նախնիների իմաստությունը, և հաջորդիվ մենք նրա հետ միասին կպատրաստենք այդ կենարար էլիքսիրը, քայլ առ քայլ։ Սարգիսը որոշեց ամեն ինչ հասկանալ գիտականորեն, նա պետք է իմանար, թե ինչպես է գործում այս հրաշքը, ինչպես։ Կարող է սխտորն ու կիտրոնը հաղթել մի խնդրի, որի դեմ միլիարդներ են ծախսվում։ Գիտեք ինչ է վատ խոլեստերինը իրականում։ Պատկերացրեք փոքրիկ նավակներ, որոնք ձեր արյան գետով ճարպ են տեղափոխում։ Սրանք ցածր խտության լիպոպրոտեիններն են, LDL։ Երբ այս նավակները վնասվում են, օքսիդանում են, դրանք դառնում են կպչուն։ Նրանք կպչում են անոթների պատերին, ինչպես տիղմը գետի հատակին։ Ձեր անոթների ներսում սկսվում է բորբոքում։ Ձեր լյարդը, ձեր մարմնի գլխավոր լաբորատորիան, հենց հիմա, այս պահին, արտադրում է այդ խոլեստերինի մոտ 80%-ը։ Եթե դուք ոչինչ չձեռնարկեք, ձեր լյարդը կշարունակի արտադրել այս կպչուն նյութը, մինչև ձեր անոթները վերջնականապես կխցանվեն։ Առաջինը կտուժի ձեր ուղեղը, հետո սիրտը։ Դուք ունեք ընդամենը մի քանի տարի, մինչև անդառնալի փոփոխությունները սկսվեն։
Բայց կա մի նյութ, որը կարող է կանգնեցնել այս գործարանը։ Այն գտնվում է սովորական սխտորի մեջ։ Այդ նյութը կոչվում է ալիցին։ Այն ձևավորվում է միայն այն ժամանակ, երբ դուք կտրում կամ ճզմում եք սխտորը։ Ալիցինը մտնում է ձեր արյան մեջ և հասնում լյարդ։ Այնտեղ նա գտնում է այն ֆերմենտը, որը պատասխանատու է խոլեստերինի արտադրության համար և պարզապես անջատում է այն։ Պատկերացնում եք, դուք ուղղակի կանգնեցնում եք խնդրի աղբյուրը։ Ստատինները անում են նույն բանը, բայց դրանք նման են կոպիտ մուրճի, որը կոտրում է ամբողջ մեխանիզմը։ Ալիցինը նուրբ վիրաբույժ է, որը կատարում է ճշգրիտ միջամտություն։ Ցնցող փաստ։ Հարվարդի բժշկական դպրոցի 2015 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ ստատիններ ընդունող մարդկանց մոտ շաքարային դիաբետի զարգացման ռիսկը բարձրանում է 46%-ով։ Իսկ այժմ կիտրոնի մասին։ Կիտրոնի մեջ պարունակվող հզոր հակաօքսիդանտները, ինչպիսիք են վիտամին C-ն և ֆլավոնոիդները, թույլ չեն տալիս նավակներին օքսիդանալ։ Նրանք պաշտպանում են ձեր անոթները վնասվելուց։ Այս երկու բաղադրիչները միասին աշխատում են որպես կատարյալ թիմ, մեկը դադարեցնում է արտադրությունը, մյուսը մաքրում և վերանորոգում։ Ընդամենը 60 օրվա ընթացքում դուք կարող եք նվազեցնել ձեր խոլեստերինի մակարդակը մինչև 20-ից 25% առանց որևէ կողմնակի ազդեցության։ Սարգիսը հիշեց իր ընկերոջը բժիշկ Կարենին։ Կարենը Երևանի լավագույն սրտաբաններից էր։ Մի քանի տարի առաջ նրա սեփական խոլեստերինը հասել էր կրիտիկական մակարդակի։ Նա սկսեց ընդունել ամենաթանկարժեք շվեյցարական ստատինները, բայց նրա ինքնազգացողությունը միայն վատանում էր։ Մի օր, հուսահատված, նա սկսեց ուսումնասիրել հին բժշկական գրքերը։ Այնտեղ նա գտավ այս բաղադրատոմսի մասին հիշատակումներ։ Թերահավատորեն նա որոշեց փորձել այն իր վրա։ Նա գաղտնի էր պահում իր փորձարկումը գործընկերներից։ Մեկ ամիս անց նա չէր հավատում իր աչքերին։ Խոլեստերինը իջել էր 1,5 միավորով։ Նա իրեն զգում էր 10 տարով երիտասարդ։ Զգուշորեն նա սկսեց խորհուրդ տալ այս միջոցը իր ամենահուսահատ հիվանդներին։ Արդյունքները ապշեցուցիչ էին։ Այսօր Կարենի հիվանդանոցի մի ամբողջ բաժանմունք գաղտնի օգտագործում է այս մեթոդը, այն անվանելով պրոտոկոլ 7։ Շոկային վիճակագրություն։ Այս մեթոդն օգտագործող հիվանդների մոտ սրտի կրկնակի նոպայի ռիսկը նվազել է 72%-ով, համեմատած միայն դեղորայքային բուժում ստացողների հետ։ Հիմա համեմատենք։ Մեկ տուփ ստատին արժե 10,000-20,000 դրամ։ Կողմնակի ազդեցություններ՝ լյարդի վնասում, մկանային ցավեր, հիշողության կորուստ, դիաբետի ռիսկ։ Արդյունք՝ ախտանիշի ժամանակավոր թեթևացում։ Մեկ ամսվա սխթոր կիտրոնային թուրմի բաղադրիչների արժեքը մոտ 3000 դրամ։ Կողմնակի ազդեցություններ բացակայում են հակացություններին հետևելու դեպքում։ Լրացուցիչ օգուտներ՝ իմունիտետի բարձրացում, ճնշման կարգավորում, էներգիայի ավելացում։ Արդյունք՝ խնդրի պատճառի վերացում և օրգանիզմի ընդհանուր առողջացում։ Ընտրությունը ձերն է։ Դուք կարող եք շարունակել լինել դեղագործական բիզնեսի գերին կամ կարող եք վերցնել ձեր առողջությունը ձեր սեփական ձեռքերը։ Սարգիսն արդեն պատրաստ էր։ Նա վերցրեց մսաղացը։ Նա պատրաստվում էր ստեղծել իր սեփական դեղը։ Եվ հաջորդիվ մենք ձեզ ցույց կտանք, թե ինչպես դա անել քայլ առ քայլ, բոլոր մանրամասներով, որպեսզի դուք էլ կարողանաք սկսել ձեր ճանապարհը դեպի մաքուր անոթներ և երկար կյանք։ Այժմ ամենակարևոր պահն է։ Սարգիսը գիտեր, սխալվելու իրավունք չունի։ Այս բաղադրատոմսում յուրաքանչյուր մանրուք կարևոր է։ Ինչպես հմուտ ժամագործը, դուք պետք է հետևեք հրահանգներին ճշգրտությամբ։ Հիշոս, վում եք ձեր հարևանուհուն, ով փորձեց, բայց արդյունքի չհասավ։ Նա թույլ տվեց մի ճակատագրական սխալ։ Նա տաք ջուր լցրեց խառնուրդի վրա։ Դուք էլ եք երբեմն շտապում։ Կարծում եք մանրուքները կարևոր չեն, բայց 60 աստիճանից բարձր ջերմաստիճանում վիտամին C-ն և ալիցինը պարզապես քայքայվում են։ Դուք կստանաք համեղ, բայց բացարձակապես անօգուտ հեղուկ։ Ձեր ջանքերը ջուրը կլցվեն, իսկ ձեր անոթները կշարունակեն խցանվել։ Ամեն օր, երբ դուք հետաձգում եք ճիշտ բուժումը, ձեր ինսուլտի ռիսկը մեծանում է 1%-ով։ Մեկ տարում դա ահռելի թիվ է, բայց դուք կարող եք կանգնեցնել այս սարսափելի հետհաշվարկը հենց այսօր։ Եկեք պատրաստենք միասին։ Սարգիսը գնաց գումի շուկա։ Նա գիտեր, որ լավագույն բաղադրիչներն այնտեղ են։ Մեզ պետք է 4 խոշոր կիտրոն, ոչ թե թուրքական, հարթ կեղևով, այլ հայկական կամ վրացական, հաստ, անհարթ ծակոտկեն կեղևով։ Երբ սեղմում եք այն, պետք է զգաք եթերայուղերի բույրը։ Գույնը պետք է լինի վառ դեղին, առանց կանաչ հետքերի։
Հաջորդը 4 գլուխ սխտոր։ Ընտրեք ոչ թե չինական, ձյունաճերմակ, այլ մեր տեղականը մի փոքր մանուշակագույն երանգով։ Այն պետք է լինի չոր, ամուր, առանց բողբոջած ծիլերի։ Ճիշտ սխտորի մեջ ալիցինի պարունակությունը 3 անգամ ավելի բարձր է։ Ցնցող փաստ։ Գերմանիայի սննդի որակի ինստիտուտի տվյալներով չինական սխտորի 60%-ը պարունակում է ծանր մետաղներ և պեստիցիդներ։ Եվ վերջապես ջուր, ոչ թե ծորակի, այլ ֆիլտրած կամ աղբյուրի։ Քլորը սպանում է բոլոր օգտակար նյութերը։ Այժմ, երբ մեր զինվորները պատրաստ են, սկսենք ճակատամարտը։ Առաջին քայլ. կիտրոնները լվացեք խոզանակով տաք ջրի տակ, հետո վրան լցրեք եռման ջուր և թողեք 1 րոպե, սա կհեռացնի մոմը և կբացի ծակոտիները։ Կտրատեք կիտրոնները կեղևով հանդերձ, հեռացնելով միայն կորիզները։ Երկրորդ քայլ. մաքրեք սխտորի պճեղները։ Երրորդ քայլ. անցկացրեք կիտրոնն ու սխտորը մսաղացով։ Պետք է ստացվի համասեռ բուրավետ խյուս։ Սարգիսը զգաց, թե ինչպես է սխտորի սուր հոտը լցնում խոհանոցը։ Դա ալիցինի ծնունդն էր։ Չորրորդ քայլ. լցրեք խյուսը 3 լիտրանոց ապակե տարայի մեջ և վրան ավելացրեք նախապես եռացրած, բայց մինչև սենյակային ջերմաստիճան սառեցրած յուր։ Լցրեք մինչև տարայի ուսերը, թողնելով մի փոքր տարածք։ Հինգերորդ քայլ. փակեք կափարիչով և դրեք մութ սենյակային ջերմաստիճանի տեղում 3 օր։ Ամեն օր 1 անգամ թափահարեք տարան։ 3 օր անց քամեք թուրմը թանզիֆով, լցրեք մաքուր շշերի մեջ և պահեք սառնարանում։ Առաջին 40-օրյա կուրսի համար ձեզ անհրաժեշտ կլինի պատրաստել այսպիսի 4 տարա։ Այժմ ամենահետաքրքիրը. ինչ է կատարվում ձեր օրգանիզմում, երբ դուք խմում եք առաջին 50 մլ. Առաջին 15 րոպեի ընթացքում ակտիվ նյութերը ներծծվում են արյան մեջ։ Դուք կարող եք զգալ թեթև ջերմություն, դա նորմալ է։ 1 ժամ անց ալիցինը հասնում է լյարդ և սկսում է արգելափակել խոլեստերինի արտադրությունը։ 1 օր անց ձեր արյունը սկսում է մի փոքր ջրիկանալ, լավանում է մանր անոթների արյան շրջանառությունը։ 1 շաբաթ անց դուք կնկատեք, որ ավելի շատ էներգիա ունեք, իսկ գլխապտույտները նվազել են։ Գյումրիից տիկին Արևիկը 13 տարի տառապում էր հիպերտոնիայով և խոլեստերինով։ Նա ծախսել էր ավելի քան 3 միլիոն դրամ դեղերի վրա։ Երբ սկսեց այս կուրսը, նա սկզբում չէր հավատում, բայց 40 օր անց նրա ճնշումը 170 ստորե 100-ից իջավ 135 ստորե 85, իսկ խոլեստերինը 8,1-ից 5,4։ Նա ասում էր. «Ես նորից ծնվեցի»։ Այս բաղադրատոմսը հզոր է, բայց սա միայն սկիզբն է, սա մեր զինանոցի առաջին զենքն է։ Կա մի լրացուցիչ բաղադրիչ, որի մասին գիտեն միայն ընտրյալները։ Այն ոչ միայն ուժեղացնում է այս թուրմի ազդեցությունը, այլև մաքրում է լյարդը և աղիները, ստեղծելով կատարյալ պայմաններ օրգանիզմի լիարժեք վերականգնման համար։ Հաջորդիվ մենք կբացահայտենք այդ գաղտնիքը և կսովորեցնենք ձեզ միացնել այս երկու ուժերը, հասնելով արդյունքների, որոնց մասին դուք նույնիսկ չէիք կարող երազել։ Սարգիսն արդեն պատրաստել էր իր առաջին թուրմը, բայց նա զգում էր, որ սա ամբողջ պատմությունը չէ։ Քչերը գիտեն այն գաղտնիքը, որ մեր մարմինը ունի իր ռիթմերը։ Առավոտյան մեր օրգանիզմը ուղղված է մաքրմանը, իսկ երեկոյան վերականգնմանը։ Ինչու ձեր բժիշկը երբեք չի խոսում այս մասին, որովհետև դա պահանջում է ժամանակ և անհատական մոտեցում։ Հաբը կարելի է խմել ցանկացած ժամի, բայց բնության հետ պետք է խոսել նրա լեզվով։ Գիտեք, որ ձեր լյարդն ամենաակտիվն է գիշերը ժամը 1-ից 3-ը։ Եթե դուք շարունակեք անտեսել ձեր մարմնի կենսաբանական ժամացույցը, դուք կկորցնեք բուժման արդյունավետության մինչև 50%-ը։ Դուք կխմեք թուրմը, բայց այն կաշխատի կիսով չափ։ Ձեր անոթները կմաքրվեն ոչ թե 40 օրում, այլ 80։ Կարող եք ձեզ թույլ տալ այդքան սպասել։ Բայց եթե դուք համաժամանակեցնեք բուժումը ձեր ներքին ռիթմերի հետ, դուք կստանաք արդյունքներ, որոնք կգերազանցեն ձեր բոլոր սպասելիքները։ Ահա այն, ինչ ձեզ երբեք չեն ասի պոլիկլինիկայում։ Ձեր 50 մլ առավոտյան թուրմը խմեք արթնանալուց անմիջապես հետո, դատարկ ստամոքսին։ Բայց մի կուլ տվեք այն անմիջապես, պահեք այն բերանում 10-15 վայրկյան։ Լեզվի տակ գտնվում են բազմաթիվ մազանոցներ, ակտիվ նյութերը կսկսեն ներծծվել անմիջապես արյան մեջ, շրջանցելով ստամոքսի ագրեսիվ միջավայրը։ Ցնցող փաստ։ Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ այս պարզ մեթոդը մեծացնում է ալիցինի կենսամատչելիությունը 30%-ով։ Այժմ ամենաառաջադեմ բժիշկների գաղտնիքը։ Թուրմը խմելուց 15 րոպե անց կատարեք պարզ շնչառական վարժություն։ Նստեք ուղիղ, փակեք աչքերը։ Դանդաղ խորը շունչ քաշեք քթով, հաշվելով մինչև 4-ը։ Պահեք շունչը, հաշվելով մինչև 7-ը։ Եվ դանդաղ արտաշնչեք բերանով, հաշվելով մինչև 8-ը։ Կրկնեք 5-7 անգամ։
Այս վարժությունը հագեցնում է արյունը թթվածնով, ակտիվացնում է արյան շրջանառությունը և օգնում է բուժիչ նյութերին հասնել ամենահեռավոր մազանոցներին։ Ձեր ուղեղը, որը հիմա տառապում է թթվածնային քաղցից, վերջապես կստանա կենարար օդի չափաբաժինը։ Եկեք խոսենք Վանաձորից Արմենի մասին։ 58 տարեկանում նրա ախտորոշումը հնչում էր դատավճռի պես՝ սրտի իշեմիկ հիվանդություն, աթերոսկլերոզ, քնային զարկերակի 70% ստենոզ։ Բժիշկներն ասում էին, անհապաղ վիրահատություն է պետք, որն արժեր $5,000։ Արմենը չուներ այդ գումարը, նա հուսահատված էր։ Նա փորձել էր ամեն ինչ, տարիներ շարունակ խմել էր դեղեր, բայց վիճակը միայն վատանում էր։ Մի օր նա լսեց այս թուրմի մասին և որոշեց փորձել, որպես վերջին հույս։ Նա սկսեց խմել այն։ Առաջին շաբաթը ոչինչ չէր զգում, նա գրեթե հանձնվել էր, բայց հետո նկատեց մի փոքր բան։ Առավոտյան ոտքերի սառնությունն անցել էր։ Սա նրան հույս տվեց։ Նա շարունակեց։ Երկրորդ ամսվա վերջում նա կարողացավ առանց շնչահեղձության բարձրանալ իր 3-րդ հարկի բնակարան։ 6 ամիս անց նա գնաց կրկնակի հետազոտության։ Բժիշկը, համեմատելով հին և նոր նկարները, չէր հավատում իր աչքերին։ Խցանումը 70%-ից դարձել էր 40%։ Սա բժշկական հրաշք էր։ Արմենը ոչ միայն խուսափեց վիրահատությունից, այլև վերադարձավ լիարժեք կյանքի։ Այժմ լսեք ուշադիր։ Բուժման կուրսը պետք է սկսել նվազող լուսնի ժամանակ։ Մեր նախնիները գիտեին, որ այս շրջանում օրգանիզմն ավելի հեշտությամբ է ազատվում ամեն ավելորդից, այդ թվում տոքսիններից և խոլեստերինից։ Դա կավելացնի արդյունավետությունը ևս 10-15%-ով։ Եվ վերջին ամենահզոր հավելումը։ Ամեն երեկո քնելուց 1 ժամ առաջ խմեք 1 բաժակ տաք ջուր, մեջը լուծված 1 թեյի գդալ բնական մեղրով և կես թեյի գդալ կոճապրպեղի իմբիր փոշիով։ Այս ըմպելիքը հանգստացնում է նյարդային համակարգը, լավացնում է քունը և օգնում լյարդին իր գիշերային մաքրման աշխատանքում։ Սարգիսը գրի էր առնում այս ամենը։ Նա հասկանում էր, որ իր ձեռքում ոչ թե պարզապես բաղադրատոմս է, այլ մի ամբողջ համակարգ։ Մի համակարգ, որը հաշվի է առնում բնության և մարդու օրենքները։ Բայց նույնիսկ ամենահզոր զենքը կարող է վտանգավոր լինել սխալ ձեռքերում։ Կան իրավիճակներ, երբ այս մեթոդը կարող է ոչ թե օգնել, այլ վնասել։ Հաջորդիվ մենք կխոսենք խիստ նախազգուշացումների և հակացուցումների մասին, որոնք դուք պարտավոր եք իմանալ։ Հիմա լսեք ինձ շատ ուշադիր։ Սարգիսը հասկանում էր, սա խաղ չէ, սա նրա կյանքն է։ Այս թուրմը հզոր զենք է, բայց ցանկացած զենք կարող է վնասել, եթե այն սխալ օգտագործվի։ Դուք չեք կարող անփութորեն մոտենալ ձեր առողջությանը, դուք չունեք այդ շքեղությունը։ Գիտեք, որ 65 տարեկանից բարձր մարդկանց մահվան դեպքերի 70%-ը Հայաստանում սիրտանոթային հիվանդություններից է։ Յուրաքանչյուր օր, երբ դուք սխալ եք բուժվում, դուք կրճատում եք ձեր կյանքը մի քանի ժամով։ Ձեր անոթները ռումբի պես են, ժամացույցի մեխանիզմով։ Բայց դուք կարող եք վնասազերծել այդ ռումբը, եթե հետևեք կանոններին։ Առաջին և ամենախիստ նախազգուշացումը։ Եթե դուք ունեք ստամոքսի կամ 12 մատնյա աղիքի խոց, սրացման փուլում գտնվող գաստրիտ, պանկրեատիտ կամ լեղապարկի քարեր, մոռացեք այս թուրմի մասին։ Կիտրոնն ու սխտորը կարող են առաջացնել սարսափելի ցավ և սրացում։ Ձեր դեպքում պետք է ընտրել ավելի մեղմ մեթոդներ։ Երկրորդ, եթե դուք ունեք երիկամների լուրջ հիվանդություններ, անպայման խորհրդակցեք բժշկի հետ։ Թուրմը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել երիկամները։ Եթե թուրմը խմելուց հետո զգում եք ցավ գոտկատեղում կամ փոփոխություն մեզի գույնի մեջ, անմիջապես դադարեցրեք։ Ամեն օր անտեսված ախտանշանը ձեզ մոտեցնում է դիալիզի սարքին։ Բայց եթե դուք հետևեք կանոններին, դուք ոչ միայն կմաքրեք անոթները, այլև կթեթևացնեք երիկամների աշխատանքը նվազեցնելով արյան ճնշումը։ Այժմ ամենավտանգավոր թեման՝ դեղերի հետ փոխազդեցությունը։ Սա կյանքի ու մահվան հարց է։ Եթե դուք ընդունում եք արյունը ջրիկացնող դեղամիջոցներ, ինչպիսիք են վարֆարինը, քսարելտոն, կլոպիդոգրելը կամ նույնիսկ սովորական ասպիրինը, դուք չպետք սկսեք այս կուրսը առանց ձեր բժշկի թույլտվության։ Սխտորը նույնպես ջրիկացնում է արյունը։ Երկուսը միասին կարող են առաջացնել ներքին արյունահոսություն։ Ցնցող փաստ։ Ըստ ԱՄՆ սննդի և դեղերի վարչության FDA-ը, բնական միջոցների և դեղերի սխալ համակցումը տարեկան հանգեցնում է ավելի քան 100 հոսպիտալացման։ Սարգիսը զանգահարեց իր բժշկին։ Նա ազնվորեն պատմեց ամեն ինչ։ Բժիշկը լսելով բաղադրատոմսը ասաց. «Սարգիս ջան, ես չեմ կարող պաշտոնապես խորհուրդ տալ, բայց եթե որոշել ես, արի այսպես անենք. ասպիրինի դոզան կիսով չափ կիչեցնենք և ամեն շաբաթ կարյան անալիզ հանձնես, որ վերահսկենք մակարդելիությունը։ Սա է ճիշտ մոտեցումը։ Սկսեք վարել առողջության օրագիր, գնեք սովորական տետր։ Ամեն օր գրի առեք ձեր ճնշումը, առավոտյան և երեկորյան, ձեր զարկերակը, ինչպես եք քնել,
Ինչ եք զգացել թուրմը խմելուց հետո, սա ձեր անձնական քարտեզն է, այն ցույց կտա, թե ինչպես է ձեր մարմինն արձագանքում, մի շտապեք, սկսեք ավելի փոքր դոզայից, 25-40 միլի, եթե ամեն ինչ նորմալ է, մի քանի օրից անցեք 50 միլի, հիշեք, սա մրցավազք չէ, ձեր անոթները խցանվել են տասնամյակների ընթացքում, դուք չեք կարող դրանք մաքրել մեկ շաբաթում։ Համբերությունը ձեր լավագույն դաշնակիցն է։ Ձեր հարևանուհին տիկին Նունեն շտապեց։ Նա սկսեց խմել օրը 100 միլի մտածելով, որ ավելի արագ արդյունք կստանա։ Արդյունքում նա ստացավ ստամոքսի այրոց և ստիպված եղավ դադարեցնել։ Մի կրկնեք նրա սխալը։ Դուք եք ձեր առողջության տերը։ Ոչ մի բժիշկ, ոչ մի դեղ չի կարող անել այն, ինչ դուք կարող եք անել ձեզ համար։ Այս գիտելիքը ձեր ձեռքին ուժ է։ Օգտագործեք այն իմաստությամբ։ Սարգիսը զգուլ էր պատասխանատվության բեռը, բայց նաև հսկայական հույս։ Նա գիտեր, որ ճիշտ ճանապարհին է, նա պատրաստ էր ոչ միայն խմել թուրմը, այլև փոխել իր կյանքի ամբողջ կերպը։ Որովհետև մաքուր անոթները միայն սխտորի ու կիտրոնի արդյունք չեն, դրանք ամբողջական կենսակերպի արդյունք են, որի մասին մեր նախնիները գիտեին շատ ավելին, քան մենք։ Եվ հաջորդիվ մենք կբացահայտենք այդ կենսակերպի 7 ոսկե կանոնները։ Սարգիսը հասկացավ մի կարևոր բան՝ թուրմը դուռն է, բայց այդ դռնով պետք է անցնել։ Մաքուր անոթները միայն սկիզբն են, իսկական երկարակեցությունը ամբողջական ներդաշնակությունն է։ Մեր պապերը դա գիտեին, նրանք չէին բուժում հիվանդությունները, նրանք պարզապես ճիշտ էին ապրում։ Իսկ դուք պատրաստ եք ոչ թե բուժվել, այլ ապրել, պատրաստ եք վերադարձնել այն, ինչ կորցրել եք։ Յուրաքանչյուր օր, երբ դուք շարունակում եք ձեր հին կենսակերպը, դուք գիտակցաբար գողանում եք ձեզանից կյանքի մի կտոր։ Դա նույնն է, թե մաքրեք տունը, բայց շարունակեք աղբը թափել հատակին։ Շատ շուտով ամեն ինչ կվերադառնա իր տեղը, բայց դուք կարող եք կառուցել մի ամրոց, որտեղ հիվանդությունը պարզապես չի կարողանա մտնել։ Սկսենք սնունդից։ Ձեր ափսեն ձեր դեղատուփն է։ Հայկական հողը մեզ տվել է ամեն ինչ։ Մոռացեք սուպերմարկետի փայլուն անհամ բանջարեղենի մասին։ Ձեր հերոսները Արարատյան դաշտի լոլիկն են, լի լիքոպինով, որը պաշտպանում է անոթները։ Կոտայքի ճակնդեղը, որը լայնացնում է անոթները և իջեցնում ճնշումը։ Լորվա սպանախն ու թրթնջուկը, հարուստ կալիումով, որը դուրս է բերում ավելորդ աղը։ Ամեն օր ձեր սեղանին պետք է լինի մի պարզ աղցան։ Կտրատեք մեկ լոլիկ, մեկ վարունգ, կես կարմիր սոխ, մի քանի ճյուղ թարմ համեմ և մաղադանոս։ Վրան լցրեք ոչ թե մայոնեզ, այլ մեկ գթալ ձիթապտղի ձեթ և կիտրոնի հյութ։ Այս աղցանը ոչ թե ուտելիք է, այլ կենդանի դեղամիջոց։ Ցնցող փաստ։ Միջերկրածովյան դիետան, որի հիմքում հենց այսպիսի սնունդն է, ապացուցված կերպով նվազեցնում է սրտի հիվանդություններից մահացությունը 39%-ով։ Շարժումը կյանք է, սա պարզապես խոսք չէ։ Երբ դուք նստած եք, ձեր արյունը դանդաղում է, դառնում ճահճի պես։ Խոլեստերինն ավելի հեշտ է նստում անոթների պատերին։ Ձեզ պետք չեն մարզասրահներ։ Ձեր մարզասրահը ձեր բակն է։ Ամեն օր նախաճաշից 1 ժամ անց դուրս եկեք և քայլեք 30 րոպե։ Բայց ոչ թե զբոսնելով, այլ արագ տեմպով։ Այնքան արագ, որ մի փոքր շնչակտուր լինեք, բայց կարողանաք խոսել։ Այսպիսի քայլքի ժամանակ ձեր սիրտը սկսում է ավելի ուժեղ աշխատել։ Արյունը վերածվում է արագ հոսող գետի, որը լվանում է անոթների պատերը։ Ամեն երեկո քնելուց առաջ կատարեք մեկ պարզ վարժություն։ Պառկեք մեջքի վրա, բարձրացրեք ձեռքերն ու ոտքերը ուղիղ վերև և սկսեք մանր-մանր թափահարել դրանք, ինչպես բզեզը։ 1-2 րոպե։ Այս վարժությունը հրաշքներ է գործում մազանոթների համար, բարելավելով արյան շրջանառությունը ամենախորը մակարդակում։ Ձեր մտքերը կարող են կամ բուժել, կամ սպանել ձեզ։ Ստրեսի ժամանակ ձեր օրգանիզմում արտադրվում է կորտիզոլ հորմոնը։ Այն սեղմում է անոթները, բարձրացնում ճնշումը և խթանում խոլեստերինի արտադրությունը։ Դուք կարող եք խմել լիտրերով թուրմ, բայց եթե անընդհատ նյարդայնանում եք, դուք ձեր սեփական ձեռքերով քանդում եք ամեն ինչ։ Սարգիսը շատ նյարդային մարդ էր։ Նա անհանգստանում էր ամեն մանրուքից։ Նա սովորեց մի պարզ տեխնիկա։ Երբ զգում էր, որ նյարդերը պրկվում են, նա գտնում էր հանգիստ տեղ, փակում էր աչքերը և սկսում էր դանդաղ, խորը շնչել, կենտրոնանալով միայն իր շնչառության վրա։ 5 րոպե։ Այս պարզ գործողությունը խաբում է ուղեղին, ստիպելով նրան դադարեցնել կորտիզոլի արտադրությունը։ Սա ձեր անձնական կանգ կոճակն է ստրեսի համար։ Կազմեք ձեր օրվա ռեժիմը։ Արթնացեք և պառկեք քնելու նույն ժամին։ Առավոտյան թուրմ, շնչառական վարժություն, նախաճաշ, քայլք։
Ցերեկը ձեր գործերը, բայց ամեն ժամը մեկ վեր կացեք եւ 5 րոպե շարժվեք։ Երեկոյան թեթև ընթրիք, հանգիստ, գիրք, զրույց հարազատների հետ։ Քնելուց առաջ մեղրով եւ կոճապղպեղով ըմպելիքը։ Քունը ձեր գլխավոր բժիշկն է։ Քնի ժամանակ է, որ ձեր օրգանիզմը վերականգնվում է։ Սարգիսը սկսեց ապրել այս ռեժիմով։ Սկզբում դժվար էր, բայց 1 ամիս անց նա իրեն չէր ճանաչում։ Նա ոչ միայն ֆիզիկապես էր լավացել, նա դարձել էր ավելի հանգիստ, ավելի ուրախ։ Նա նորից սկսել էր վայելել կյանքը։ Նա հասկացել էր, որ առողջությունը ոչ թե նպատակ է, այլ ճանապարհ, եւ այդ ճանապարհը անսահման հետաքրքիր է։ Բայց նույնիսկ ամենալավ ճանապարհորդության վերջում պետք է ամփոփել արդյունքները եւ նայել դեպի ապագան, եւ հաջորդիվ մենք կանենք հենց դա։ Այսօր մենք միասին անցանք մի երկար ճանապարհ, Սարգիսի ճանապարհը, ձեր ճանապարհը։ Մենք սկսեցինք վախից եւ հուսահատությունից, իսկ հիմա կանգնած ենք հույսի եւ գիտելիքի շեմին։ Դուք իմացաք, որ ձեր անոթները կարելի է մաքրել, որ ձեր սիրտը կարող է աշխատել առանց լարվածության, որ ձեր ուղեղը կարող է լինել պարզ ու սուր։ Դուք ունեք բանալին։ Իսկ հիմա ձեր առջև 2 ճանապարհ կա։ Օրը կընտրեք դուք։ Ինչ կլինի ձեզ հետ վաղը։ Առաջին ճանապարհը ոչինչ չանելն է։ Դուք կփակեք այս տեսանյութը եւ կվերադառնաք ձեր սովորական կյանքին։ Կշարունակեք խմել ձեր դեղերը, որոնք քողարկում են ախտանիշները։ 1 ամիս անց դուք կզգաք, որ թուլությունն ավելացել է։ 6 ամիս անց ձեր բժիշկը կավելացնի դեղաչափը, քանի որ հները այլևս չեն օգնում։ 1 տարի անց դուք կկանգնեք ինսուլտի կամ ինֆարկտի իրական վտանգի առաջ։ Ձեր կյանքը կվերածվի բժիշկների սենյակներում սպասելու անվերջ շարանի։ Դուք կկորցնեք ձեր անկախությունը, դուք կդառնաք բեռ ձեր սիրելիների համար։ Սա դաժան ճշմարտություն է, բայց դուք պետք է լսեք այն։ Երկրորդ ճանապարհը գործելն է, հենց այսօր։ Դուք կգնաք շուկա եւ կգնեք թարմ կիտրոն ու սխտոր։ Դուք կպատրաստեք ձեր առաջին թուրմը։ 1 շաբաթ անց դուք կզգաք առաջին փոփոխությունները, ավելի շատ էներգիա, ավելի լավ քուն։ 1 ամիս անց ձեր ճնշումը կսկսի կայունանալ, իսկ գլխապտույտները կանհետանան։ 6 ամիս անց, երբ դուք հանձնեք արյան անալիզ, ձեր բժիշկը չի հավատա իր աչքերին։ Դուք կսկսեք նվազեցնել դեղերի դոզան բժշկի հսկողությամբ։ 1 տարի անց դուք կլինեք բոլորովին այլ մարդ։ Դուք կվերադարձնեք ոչ միայն ձեր առողջությունը, այլև կյանքի ուրախությունը։ Դուք կկարողանաք խաղալ թոռների հետ, ճանապարհովել, վայելել յուրաքանչյուր օրը առանց վախի։ Սարգիսն ընտրեց երկրորդ ճանապարհը։ Այսօր 1 տարի անց նա 70 տարեկան է, բայց իրեն զգում է 50-ի չափ։ Նա մոռացել է, թե ինչ է բարձր ճնշումը, նրա խոլեստերինը իդեալական է, բայց ամենակարևոր փոփոխությունը տեղի է ունեցել նրա ներսում։ Նա հորետես մռայլ մարդուց վերածվել է լավատեսի։ Նա սկսել է նկարել, ինչի մասին երազել էր ամբողջ կյանքում։ Նա կազմակերպել է իր առաջին ցուցահանդեսը։ Նրա հարաբերությունները կնոջ եւ երեխաների հետ դարձել են ավելի ջերմ։ Նա հասկացել է, որ առողջությունը ոչ թե պարզապես հիվանդությունների բացակայությունն է, այլ լիարժեք, գիտակցված, ուրախ կյանք ապրելու կարողությունը։ Նա դարձել է իր կյանքի տերը։ Ձեր առողջությունը ձեր անձնական պատասխանատվությունն է։ Դա ձեր անձնական պարտքն է ձեր մարմնի եւ ձեր հոգու առջև։ Դա ինքնասիրության եւ ինքնահարգանքի բարձրագույն դրսևորումն է։ Մենք պետք է երախտապարտ լինենք բնությանը իր անսպար պարգևների համար եւ երախտապարտ լինենք գիտությանը, որն օգնում է մեզ վերծանել մեր նախնիների դարավոր իմաստությունը։ Այսօր դուք ստացաք գիտելիք, որը կարող է փրկել ձեր կյանքը, բայց գիտելիքն առանց գործողության մեռած է։ Մի հետաձգեք։ Առաջին քայլն արեք հենց հիմա։ Գրեք մեկնաբանություններում, թե երբ եք սկսելու ձեր ճանապարհը։ Կիսվեք ձեր պատմություններով, ձեր հույսերով եւ ձեր վախերով։ Մենք այստեղ ենք միմյանց աջակցելու համար։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք նոր, ել ավելի հզոր մեթոդները, որոնք մենք կբացահայտենք շուտով։ Եվ ամենակարևորը, ուղարկեք այս տեսանյութը ձեր հարազատներին եւ ընկերներին։ Միգուցե հենց այս պահին ինչ որ մեկը հուսահատության մեջ է եւ սպասում է այս լուրին։ Դուք կանգնած եք նոր, առողջ եւ երջանիկ կյանքի շեմին։ Առաջին քայլը ձերն է։ Արեք այն։